Ողջույն բոլորին, այս տեսանյութում ցանկության մասին է, ինչպես միշտ 4 տարբերակից կլինի, կարող եք պահել 4 տարբերակները, նաև 4 տարբերակից մեկը կամ 4-ն էլ կարող եք պահել, բայց տարբեր ցանկություններ, նույն ցանկությունը 4 տարբերակում պետք չի պահել, կամ մի պահեք ընդհանուր մեկ ցանկություն և նայեք 4-ը, դա խաբեություն է լինելու, դա մեկը կլինի, 3-ը չի լինի կամ բացարձակ չի լինի, ի վերջո չեք հասկանա, ձեր ցանկությունները իրականանալու են, թե ոչ։ Եթե չեք կարողանում կենտրոնանալ, ապա կարող եք կանգնեցնել այս պահը, կենտրոնանալ ձեր ցանկության վրա, լավ ֆիքսվել ձեր ցանկությանը, հետո նոր վերադառնալ և պահել։ Չէ՞ ես կխառնեմ, մինչև դուք կենտրոնանաք։ Պատկերացրեք ձեր այդ ցանկությունը, նոր հետո պահեք, կամ պահեք թիվը, հետո պատկերացրեք ձեր ցանկությունը։ Ահա, իսկ ես կնայեմ արդեն առաջին տարբերակը։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Աստղը կա, դեռ մյուսը չկա, բայց կարող է նաև այստեղ մնացածը ընկնել, որն էլ որ կկատարվի մի փոքր ավելի ուշ։ Ցավոք սրտի շատ բաներ չկա։ Նայեք, բավականին հեռու է ցանկությունը, դեռևս ժամանակը չէ։ Ահա, ուրեմն առաջին տարբերակում կկատարվի այն ցանկությունները, որոնք որ ես կնշեմ և մի փոքր ավելի ուշ։ Տան վաճառք, այսինքն գնում ավելի շուտ, քան վաճառք, վերանորոգում նույնպես, նաև առողջության վերաբերյալ, եթե ինչ-որ մի բան եք պահել, առողջությանը ևս, այստեղ օտար երկրի հետ կապված որևէ իրադարձություն, հնարավոր է տեղափոխվել օտար երկիր, նաև օտար երկրում որևէ գործեր, որոնք որ անում եք, դրա մասին եք պահել, նաև սա հանգիստ է, որ գնաք հանգստանալու օտար երկիր, եթե ուզում եք գնալ, ոնց որ ձեր տնօրենը թույլ կտա։ Եվ հարսանիք, այստեղ կարող եք պատրաստվել արդեն հարսանիքի, հարսանեկան արարողության, ծախսերին։ Այսքանը առաջին տարբերակի համար, ցավոք աստղը չընկավ։ Գնանք երկրորդ տարբերակը, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, որպեսզի այն կատարվի։ Աստղը շատ դժվար է ընկնում, պետք է հասկանալ, որ այդքան էլ հեշտ չէ։ Ահա, կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։
Նայեք, ընդամենը մեկ քայլ է մնացել այդ ցանկությանը, ցավոք։ Նայեք, կարելի ասել հասել եք արդեն այդ ձեր ցանկությանը, մի փոքր է մնացել, բայց շո բաներ էլ չկան անգամ։ Ուրեմն երկրորդ տարբերակում այստեղ, եթե ուզում եք ստանալ որևէ բիժուտերիա կամ գնել որևէ ոսկյա զարդեր ձեր ցանկացած արժեքով, ապա դեռևս պետք է սպասեք, դեռևս ժամանակը չէ, դեռևս կամ ոսկին է թանկ կամ դեռ նվեր կարող եք չստանալ դա։ Եվ գումար կստանաք, եթե սպասում եք, ապա դա մի փոքր եւս էլի կուշանա։ Նաև կենցաղային տեխնիկա, եթե ուզում եք գնել, դա եւս կարող է ուշանալ։ Դե գումարը որ ուշանա, եթե կենցաղային տեխնիկայի համար է նախատեսված, ապա ոնց որ մյուսն էլ կուշանա։ Այսքանը երկրորդ տարբերակի համար ընդամենը մեկ քայլ էր, հա։ Գնանք երրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Տեսնենք, գոնե սա կատարվի։ Չնայած մնացածներն էլ կատարվեցին, ուղղակի մի փոքր ուշ։ Չգիտեմ ինչու շատ բաներ չեն ընկնում։ Վստահ եմ, որ այս տեսանյութը լայքեր չի էլ հավաքելու, որովհետև չի ընկել։ Դե ինչպես այդպես է, միշտ լինում։ Լայքեր չեն լինում այն տեսանյութի մեջ, տեսանյութի համար, որտեղ որ չկա լավ բաներ, բայց հաշվի չեք առնում աշխատանքը։ Թեպետ պետք է հաշվի առնել աշխատանքը։ Ոչ թե կանխատեսումը, որովհետև ձեր աչքի առջև է կանխատեսումը լինում, քարտերը խառնվում է ձեր աչքի առջև, եւ ես պատասխանատու չեմ, ես կողքից քարտեր չեմ հանում դնում ձեզ համար եւ ասում վատը։ Ահա, ուրեմն երրորդ տարբերակի համար կենցաղային տեխնիկա գնելը եւս մի փոքր կարող է հետաձգվել, որովհետեւ աստղերը ընդամենը եւս, հա, մեկ քայլ էր այստեղ մնացել, որ լիներ, նաև ոսկե, ինչ-որ ոսկի, նաև դա կարող է լինել նվեր բիժուտերիա, որը ցանկանում եք եւս կարող է դա մի փոքր ավելի ուշանալ, ուշ տան ձեզ, կամ գուցե դուք եք ավելի ուշ պահել։ Նաև, դե եթե ոսկի, ապա կարող այս պահին դեռ թանկ է եւ պետք է սպասեք։ Հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր է, մի փոքր եւս էլի կուշանա, կարիերայի բարձրացում եւս եւ բիզնես բացելը եւս մի փոքր կուշանա։ Մնացածը հուսով եմ ոչինչ բաց չեմ թողել, շատ քիչ է ընկնում, հետաքրքիր է, աստղը եւ չի ընկնում եւ ինքն էլ է քիչ ընկնում։ Եվ գնայինք վերջին տարբերակը, չորրորդ տարբերակը, տեսնենք ինչ է ասում։ Ֆիքսվեք ձեր ցանկության վրա, որպեսզի այն ավելի
Կարողանաք ձեր էներգիան տալ իրեն։ Ահա, կկատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։ Փոքր էլի ուշանում է։ Կամ լավ չեք ֆիքսվել, կամ լավ չեք պահել ձեր ցանկությունները։ Դրանից է։ Ահա, եւ վերջին տարբերակում եւս մի փոքր ուշանում է ձեր ցանկությունը, աստղ ընկնել է շատ դժվար է։ Հստակ պետք է լինի ձեր ցանկությունը, որ այն իրոք հստակ ընկնի։ Նաեւ քննությունների հանձնում, ընդունվել ինստիտուտ, դա եւս մի փոքր կարող է ուշանալ։ Հավաքվել թորներով, ծորներով, դա եւս ինչ որ մեկին հարմար չի, միգուցե ինչ որ մարդիկ հեռու են, չեն կարողանում գալ եւ դրա համար չեք կարողանում հավաքվել բոլորով։ Այդտեղ եւս կան։ Ահա, կարիերայի բարձրացում, առաջ խաղացում, նաեւ առաջին տեղը, այստեղ մրցանակը երկուսն էլ կան, միգուցե քննությունները շատ լավ եք հանձնում, այստեղ նաև սպորտ կա, սպորտում առաջին տեղը կգրավեք, լավ պետք է պարապեք, որովհետև սա ավելի ուշ է։ Դրա համար կամ սպորտային այդ մրցումներն են ավելի ուշ, կամ պետք է ուղղակի ցույց է տալիս, որ երկար պետք է պարապեք։ Եվ իհարկե նվեր։ Եթե սպասում եք նվեր, դեռևս դա եւս կարող է մի փոքր ուշանալ։ Ուսում էլի ոչինչ բաց չեմ թողել, եթե բաց եմ թողել նախորդներին կարող եք գրել, որ թիվը, որ շարքը։ Մեկ-մեկ գրում եք, բացարձակ մեկը մյուսին չի համապատասխանում։ Մեկ օրինակ այն ծերն է լինում, մյուս այն ծերն է լինում։ Իրար հետ կամ այստեղ պետք է լինի, կամ այստեղ իր շրջակայքում։ Պետք է այստեղ մեկ-մեկ լինում է, որ բաց եմ թողնում։ Համենայն դեպս չկա, որքան որ ես նայեցի, բայց չեմ թողել, այս անգամ գոնե մեկ այլ բաներ ընկավ, պետք է իրոք ֆիքսվել ձեր ցանկության վրա, այնպես ինչպես որ դուք եք ուզում, որ այն լինի, ոչ թե ուղղակի ցանկություն պահեք եւ վերջ, այդպես երբեք ոչ մեկի ցանկությունը չի կատարվում, եւ դրա համար պետք է ֆիքսվել եւ պատկերացնել արդեն, որ ունեք ինչ է կատարվում այդ պահին։ Նոր հետո ցանկությունը պահեք հենց այդ ցանկությունը։ Եթե ոչ, ապա ինքը չի հասկանում դուք ինչ եք ուզում։ Եվ դրա համար էլ կարող եք պատասխանը ուղղակի չստանալ։ Այսքանը սիրելիներս, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ որ դուք եք պատրաստ եւ ցանկությունն է պատրաստ իրականանալու եւ տիեզերքն է որոշել, որ ձեզ պարգևատրի։ Այսքանը լավ եղեք։ Եվս մեկ անգամ էլ շնորհավորում եմ ձեր բոլորիդ ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Այսքանը